ավելի հայացք ձևով կդիմեմ ձեզի այս իրավիճակը տենալով բոլորդ ինքներդ գնահատեք էսի ինչի էսի մեր ազգի կողմից, հայ ազգի կողմից անտարբերության հետևանքներ էսի մեջ ոչ միասնական լինելու հետևանքներ ու եթե այս ամեն ինչս են շարունակվի չգիտեմ ես աստված մի արասը չեմ ցանկանում բայց ներքին արդեն վախը կա որ սա կմտնի բոլորի տները դրա համար ենք մենք նաև պայքարում ոչ թե մենակ մեր պատասխանների մեր արդարության համար սա նաև պայքար է որ վաղ այս ամեն ինչը չմտնի ձեր տները այդ ամեն ինչը դուք հիմա ձեր ականատեսել եք ինչ ձևով են վերաբերվում ինչ ձևով են այդ ամեն ինչին մոտենում ինչ անպատասխանատու ձևով են այս ամեն ինչին մոտենում ու դուք ես սրանից հետո արեք ձեր ենթադրությունը ու ձեր եզրակացությունները մի տրվեք տարբեր չգիտեմ քաղաքական կոչերի կամ եսի մինչերին մենք ստե քաղաքականություն նորից եմ շեշտում չենք անում մենք ստե արդարություն ենք պահանջում ճշմարտություն ենք պահանջում բայց այսօր այս երկրում այդ ամեն ինչը գոյություն չունի չկա շատ պակաս է շատ դիֆիցիտ է ճշմարտությունը դառել է այս երկրում դիֆիցիտ դրա համար կուզենայի բոլորին կոչանեի որ այս հարցում գոնե այս հարցում որը չի վերաբերվում ոչ մի քաղաքական ուժի վերաբերվում է կոնկրետ պատերազմի քննիչ հանձնաժողովի նյութերի հանրայնացմանը որտեղ մենք կիմանայինք մեր ազգի դավաճանները ովքեր են դավաճանները կստանային իրանց արժանի պատիժը ովքեր որ իրանց պատերազմի ընթացքում լավ կողմից են ցուցաբերել իրանք կստանային իրանց խրախուսումը ու ամեն ինչը կլներ իր ճիշտ ունով բայց քանի որ այսօրվա իշխանությունն եւ որոշ ընդդիմադիր դաշտեր չեն ուզում այս ամեն ինչը որ բացահայտվի, քանի որ քաչ հասկանում են, որ եթե այդ ամեն ինչը բացահայտվի, տարբեր բնակավարի, տարբեր մարդկանց, տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ շատ լուրջ պատասխանատվության առաջ կկանգնեն։ Իրանք փորձելու են ամեն ինչը ծածկեն, մենք էլ պետք է փորձենք այդ ամեն ինչը ցույց դնենք բոլորի։ Դրա համար խնդրեմ, որ այս հարցում մեր ազգաբնակչությունը հայ ազգը գոնե լինի միասնական ու դա կայնի այս մարդկանց կողք, այս մարդկանց ցավը գոնե կիսի իրանց է։ Այն որ ասում են ցավակցությունը պրոստը խոսք չլինի, դառնի իրոք ցավը տարեկցողում։ Շնորհակալություն, որ ասում ոչ։ Շնորհակալություն, խնդրեմ համեցեք։ Արդ